Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ այսօր այսպիսի օր է բացվել։ Նման դեպքերում սիրում եմ ասել աստվածային։ Գիշերվանից քամի էր ուժեղ, շատ ուժեղ քամի, մի քիչ առաջ ա դադարել։ Ոնց որ թե եղանակը ուզում ա փոխվի, որը իհարկե լավ ա։ Անձրևելա պետք չէ, որ մեր բնությունը ջրվի, թարմանա, նոր շունչ ստանա։ Եկել եմ Բաղչեն, սիրելի հետևորդներ ջան, համ տենամ ինչ կա չկա, որ մասից սկսեմ, ինչ անեմ, բայց նախ եւ առաջ ուզում եմ ցույց տալ այն խնձորենին, որ ձեր հետ համ էտեցի, համ տեղ սրսկեցի։ Այս մի երկու օրվա մեջ արդեն իր ծաղիկի այդ բողբոջները մեծացել են, սրանք բոլորը ծաղիկ են։ Մի խոսքով լավ բերք կա այս կարմիր խնձորենու վրա, շատ լավ է։ Իսկ այս իմ մեծ պապական տանձենին այդքան էլ չի շատ կոկոմներ, քանի որ այս ծառը տարին մեկ է շատ առատ բերք տալի։ Հիմա ոնց որ թե մի քիչ է։ Հիմա ուզում եմ գնալու, ոնց խոստացել էի, այդ ֆոնոքու ծաղիկը, այս իմ ծառն է, գնամ ու մոտիկից ցույց տամ։ Միգուցե հետաքրքրի։ Բանջարն էլ այլել։ Աչքիս սորգանք բանջարել քաղենք, բայց այս երևի մի քիչ ժգնաթեմ կգամ կքաղեմ, ըստյան փախչողը չի սա, լավ սիրում փարթամ, աճելա, հաստատ մի լավ ճաշի կարամ քաղեմ, դե լավ գնանք ֆոնոքու մոտ, հավերը դեռ ազատության մեջ են, էսա որ չգիտեմ որոշ բաներ երևի ցանեմ կամ չցանեմ, չգիտեմ, հավերին եթե տուն անեմ, փակած պահեմ, մի քիչ կխեղճանան էլի, այս մի աքլորին եմ պահելու, մեկ էլ սպիտակին, որը դեռևս աքլորի պոտ չունի, այն մնացած հավերը վերևներում են, այս աքլորին եմ շատ սիրում, հլա ինչքան սիրում է, իր այս բմբուլիկները, ու շատ իր մեզ է լսում, երևի գլխի էլ է, որ իրան եմ ցուցադրում, մի հատ զգաստացավ, ոտը եկա հասա ֆոնոքու ծառին, դե մենք հոնին ֆոն ենք ասում, թե ինձ է մեր մոտ հնչում, ոչ մեկս էլ չենք ասում հոն, բայց թե գիտենք էլի, որ սա հոնն է, ես էլ հոնի ծաղիկն է իրա ծառի վրա, սիրուն է չէ, շատ առատ է, եթե ինչ-որ եղանակային պայմանները չխանգարի, ինքը լավ առատ բերք կտա, ընտիր, ես էլ մեր ծաղկած ֆոնոքին, սիրելի հետևորդներ ջան, այն էլ մեր փլքի դոշի ծաղկած ֆոնոքերը, շատ սիրուն է, արևն ամբերի տակից դուրս է եկել, հետո շղշողին ա տալի, ետ շոք է, շատ շոք է, բայց թե ամեն դեպքում եղանակի միտքը խառն է, էլի, այն վերևն էլ արդեն մեծ ֆոնոքին է, էլ չգնամ, արդեն ցույց տվեցի, թե ծաղկի ձևը ոնց է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ դեռ հլա Բաղչումն եմ, կամաց ուզում եմ գնամ տուն, որ արդեն ձեզ միանամ, հետո դե ճամփես տեսնա, ոնց կարայի ցույց չտամ իմ այս գեղեցկուհու տեսքը, այն փոքր տանձենին է, ինտենսիվ ծառն է ինքը, սրանից ավել չի բոյովանում, ու մինչև գագաթը, կոկոմումը շուլալված ալեն է, ոնց որ սիրում ենք մենք գյուղացիքս ասել,
Պտտվեցի ես մի կողքը, որ ավելի լավ ցուցադրեմ, սիրելիներս, խնդրեմ։ Առատ կոկոմներ եւ արդեն իսկ բացվում է։ Այն օրը լավ հասցրել, դեղը փչեցի։ Այդ դեղը ընդհանրապես պետքա շուտ փչենք էլի ծառերին, որ դեռևս կոկոմը երևալիս չլինի։ Ու ընդամենը այս մի 3-4 օր անցկացել ոնց որ քշերցերեք անելով արդեն կոկոմը այսքան է դարել։ Այստեղ դեռ մաքրության գործեր չեմ արել, այս վիճակն է։ Հերթը սրան էլ կհասնու, չեմ թողնի։ Եթե հիշում եք անցյալ տարի այս ծառիս բերքը իմ դեղ փչելով բարեցի, հիմա զգուշացել եմ ու այդ դեղից էլ չեմ փչի, մեզ գեղեցկուհուն։ Միշտ էլ տարիները մեզ համար փորձ են դառնում, էլի։ Սիրելի հետևորդներ ջան, նարցիսը ծաղկել է, այս ներքևի վարդերի շարքում է, այս կողմի վարդերն էլ չեմ հետել, համ էլ ոնց տենում եք, փշոտ ակացիներն էլ են ստեղ։ Հիմա մի հատ, քանի որ դեպի արևն են թեքված նարցիսները, այս սիրուն կողմից ցուցադրեմ, հետո պտտվեմ վերև, քաղեմ ու տանեմ տուն, սենյակս զարդարեմ եւ պատրաստվենք, մի բաժակ կոֆե խմենք իրար հետ, ցեքիլահան։ Հիմա դե եկեք իրար հետ քաղենք, չնայած սիրում եմ, որ ծաղիկը թփի վրա է ալնում, բայց թե ամեն դեպքում, քանի որ շատ տուն եմ, մի քանի հատ տուն տանեմ էլի, այսպես, 3-5 հատ քաղեմ, մեկն էլ էստեղ, հնարավորինս փորձում եմ, համ փշերը ձեռս չծակեն, համ էլ մի քիչ խորքային պոկեմ, որ ծաղկամանում սիրուն լինի, 5 հատը հերիք է, մի քանի հատ էլ տերև պոկեմ, այսպես, հետո էլ չեմ քաղի, արդեն կմնա թփի վրա սիրուն, այս 2 հատը թողնեմ ամեն դեպքում, ահա, այս էլ եմ քաղած նարցիսները, սիրուն, դե գնանք տուն կոֆե խմելու։ Եկել եմ որ կոֆե եփեմ, բայց ամենասկզբում պետք է ծաղիկները ջրի մեջ դնեմ, բայց ձեզ մոտ եմ կանգնել, որ մի հատ էլ մոտեցնեմ ձեզ եւ ինչու՞ չէ մի հատ էլ հիանանք այս նեփությունով, խնդրեմ։ Իդեպ ասեմ 5 հատը այն մյուս թփից քաղեցի ձեր հետ, հետո էլի ավելացրել եմ, քանի որ այս մյուս կողմում էլ ունեմ լիքը, դե ասի քաղելը, հենց անեմ, որ ծաղկամանի մեջ երևա սիրուն լինի իմ փունջը ծաղկամանի մեջ ու դարձրել եմ 11 նարցիս, համ էլ չեմ հիշում, որ հետևորդուհիս էր հարցրել, թե բա նարցիսը որն է, հիմա չգիտեմ ինձ դիտում ես թե չէ սիրելիս, ահա նարցիսը սա է, որը ունի տասնյակ տեսակներ լիքը, ես միայն այս խոշոր դեղին տեսակն ունեմ, մեկ էլ մանր սպիտակ, շատ կուզեմ, որ ձեռք բերեմ նաև նարցիսի մյուս տեսակները, բայց այդպես էլ չգիտեմ ինչի, չի ստացվում, չի հաջողվում եւ մնալով մնում է, դե լավ, բավարարվում ենք նրանով ինչ որ ունենք եւ գոհանում ենք իհարկե Աստծուց, քանի որ այո, երբեմն էլ ծաղիկ ճարելը նույնպես շատ դժվարանում է, կամ մեր ուզածը չենք գտնում, կամ էլ մարդիկ կան, որ իրենց ծաղիկները ընդհանրապես չեն ուզում, որ կողքինին կամ նվիրեն, կամ էլ չգիտեմ, թեկուզ վաճառեն, ուզում են մենակ իրանք ունենան, բայց ես այդ մարդկանցից չեմ, ոնց ասած, եթե ինձանից ծաղիկ են ուզում, ես պարտադիր տալիս եմ, իդեպ մոտորերս պետքա ծաղիկ անեմ, այդ հակինքները որ ունեմ, արդեն փոքր այսքան ծլել է, ու իմ շատ մի մոտիկ
կինկա, որ վաղուց աչք կադրել, աչքը գցել այն ծաղիկներին, ու ես էլ նախանձ մարդ չեմ էլի, պետք է անպայման տամ, որովհետև խոսք եմ տվել։ Դե լավ, հիմա քանի որ ջուրներ եմ արդեն լցրած պատրաստ բերել, այս ծաղկամանի մեջ եմ տեղավորում, օպա, ինչքան սիրունա չէ, ժպիտ է պարգևում ուղղակի, բառիս բուն իմաստով, հիմա մի քիչ էլ այսպես ձևավորումն էլ տանք ծաղկամանի մեջ, եղանակը փոխվում է, այն արևը ընդհանրապես այն սև ամպերը կորավ, սպիտակ աշնան ամպերի նման ամպերը հավաքվել ու սաղ երկինքը փակել է, սա մի հատ այս կողմ եմ դնում, հետո արդեն կոֆեն էթում եմ, սիմուչկան դրան մյուս կողմում, ուզում եմ որ անպայման մեր մոտ գա, սիմուչկա, աղջիկ, սպասի, կոֆեն տնեմ գազին, սիմուչկա ջան, հետո գամ դուռը բացեմ, ես իմ երկրորդ կոֆեին, այնի դեպ ասեմ, սիրելի դիվորդներ ջան, անոր չեմ մարտնացել, ձեքին եմ մարտնացել, քանի որ եղանակը մի քիչ քամոտ էր, ուժեղ քամի էր, համար այդ ձև վարվեցի, սպասեցի քամին դադարի, որ ես էլ կողմնորոշվեմ, էլի իմանամ, ինչ եմ անում, այսօրվա օրս ոնց եմ ծրագրում, մի խոսքով սիմուչկա տեղ ես տեղ, դուրը բացեցի, որ սիման գա մեր մոտ, բայց չկար, քանի որ միջանցքի դուրը բաց էր, նեղացելու գնացել էր, մի քիչ հետևից գնացի արդեն ոչ մի տեղ չերևաց, բայց թե այդ ընթացքում կոֆեի տակը անջատել էի, եկա նոր միացրի, և այսպես, ընտիր կոֆե, կարելի ասել երկու անգամ էփեց, ավելի համով կլինի, և իհարկե շատ արագացրել ու այդ ընթացքում մի հատ լավ կամպոտ եմ բացանում, ընտիր իմ բաղջի դամբլի կամպոտն է, սիրելիներս 2 կիլոգրամանոցով է, ճիշտ է փոքր բանկաներով էլ լիքը ունեմ, գիտեք որ շատ էի կամպոտներ արել, քանի որ ամառվա ընթացքում նույնպես կամպոտները բացում ենք, երբեք չի խանգարի շատ ունենալը, այսպես, մի հատ սոկը լցնեմ, ինչքան սիրուն է, չէ, մնացածը սառնարան կտեղափոխեմ, քանի որ եղանակը շատ շոգ է, մի երկու հատ էլ հատիկ եմ հանում ստեղ, ընտիր, միշտ ասել եմ, չէ, ոնց որ ծառիցը նոր պոկած լինի, ոչիկները վրան, խնդրեմ, տեսնեմ, ձեր հավեսը բացեմ, կարելի ասել նախաճաշի տեղ կանցնի այս դամբլի հատիկները, որովհետև շատ ուժեղ վիտամին են պարունակում, չնայած երևի մի երկու հատ էլ ձու եփեմ, կամ ձեր հետ կամ կադրից դուրս չգիտեմ, ինչպես որ կստացվի, լավ որ մի հատ կոֆե խմենք իրար հետ, այս արդեն ուղիղ սառնարան կգնա, քիչ անց իհարկե, սառնարանս այնտեղ միջանցքում է, սիրելիներս գիտեք, և նաև ուզում եմ բացել դառը շոկոլադ, որը այս օրերին մնացել է ու չեմ բացել, լավ տեսնենք, արդեն գիտեք, որ ես իմ կոֆեն ընդհանրապես սիրում եմ իրանի գլուխ խմեմ, բայց թե վերջում պարտադիր, էլի ինչ-որ մի բանով ուզում ենք մեր բերանի համը փոխել, ըստեղ նույնպես է վիտանակով բացեմ, այսպես, սինդուչկա, եկել ես, եկել է պատուհանի գոգին, դրսի կողմից, ես էլ էսպես, ընտիրություն, այ ես ձևով է, իմ սիրելի դառը շոկոլադն է, սիրելիներս, և մեծ սիրով կվայել եմ,
Արդեն գիտեմ, որ դուք եք ձեր կոֆեն եփել եւ իհարկե միասին խմում ենք։ Ուղղակի այնա, որ կոֆեն չենք կարող ասենք չխկացնենք, հետո ասենք ողջելինք, բայց թե հո լեզվով էլ կարանք ասենք։ Կոֆեն խմենք, ողջելնենք, առողջելնենք, հետո շտապենք մեր բաղուբաղճի գործերը, ձեր անենք էլի, թե չէ, այս կարունքը քշելուց եք անում։ Հետո ամեն ինչը արդեն գործերը շատ ակուտակվում, պետք է հասցնենք ամեն ինչն էլ տեղին անենք, դե գնացինք։ Այսպես շատ համոված, շատ, բայց այստեղ արդեն ուզում եմ ես մի փոքր շտապել եւ քանի որ այն օրը մնացել էր այդ համխորովածի գործը, ասի չէ այն թևիկները, որ այդպես մարինացրի թեթևակի, մնացել է սառնանում թողել եմ, այս երկու օրը չեմ կարողացել վլոգ նկարահանել, որովհետեւ անընդհատ ինչ-որ մի բան խանգարում էր ու չէր հաջողվում, որ ձեզ միանամ, կամ շատ շոկներ խանգարում, կամ դրսից մարդիկ քան որ եղանակը տաքա դուրս են եկել, իրենց բաղուբաղճում գործ էին անում, հետո մագնիտոֆոնի երաժշտության տակ էին անում, որը իմ վլոգներին շատ է խանգարում։ Ես էլ այդպես ուրիշ գործեր արեցի, տրամադրությունս կորավ, էլ չկարողացա, որ այդ իմ գործերով անգամ ձեզ միանալ, դե ոչինչ, 1-2 օրվա բացակա լինելս տեղը կհանեմ, էլի չի խանգարում եւ էլի միասին լավ կզգանք։ Այսօր քանի որ եղանակը տատանողական է, համելի մազատորն է, ու այս ժամերին ես տանն եմ իրենք ոչ, դրա համար մի քիչ շտապեմ, կոֆեն արագ խմեմ, որ գնամ այն ծալամը մի քիչ վաքորել եմ, կրակը վառեմ, հետո այս թևիկները կխորովեմ, որն էլ ինձ համար արդեն իսկական նախաճաշ կդառնա։ Սիմուլյա, էլ չեմ գալու քո հետևից, պետք է այնքանը սպասես, որ ես իմ կոֆեն խմեմ, չէ՞ բա, սիրելի հետևորդներ ջան, թե չէ որ անընդհատ ամեն մի բանի հետևից վազվզեմ, օրս թենց էլ կանցնի կգնա, թող մի քիչ էլ Սիման է սպասի, մեկը ցուրտ չի դրսում, չնայած փոխվում է եղանակը, բայց թե էլի տաք մնում, ուրեմն այս մի երկու օրը սենյակի ջերմաստիճանը որ նայում էի, 22 աստիճան ավել էր սենյակում, դե դրսում արդեն պարզա, մինչև 30, ճիշտ է դրսի ջերմաչափ չունեմ, երևի մի հատ ձեռք բերեմ, որ էդ էլ հստակ իմանամ, բայց այդքան ահավոր շոկ էր, ինչ որտեղ էլ այդ ժամերին, որ ես աշխատանքի էի լինում, հետո գալիս էի, որ ձեզ միանամ, արդեն չէր ստացվում, դե ոնց ասեցի այդ նման պատճառներով, հիմա օրը հանգիստ է եւ արդեն ստացվում ամեն բան։ Սիրելի հետևորդներ ջան, ես իմ կոֆեն ավարտեցի ու քանի որ մարտը իր գժությունները սկսել է, եղանակը ցրտեց։ Ես էլ տակ շորս հագա ու քանի որ ստեղ էլի գործ ունեմ անելու, այն ոնց ասած լավ է ուշքան երբեք, սառնալիս թևիկները հանել եմ, շամփուրներն էլ եմ բերել այստեղ։ Բայց քանի որ դեռևս չեմ ճաշակել այս համովությունը, մի հատ սրանից ճաշակեմ ձեր հետ, համել ցույց տամ, որ ինչքան ընտիր ինքը սենց կիսվում ու բացվում է հեշտությունով ու մեջն էլ իհարկե շատ մաքուր է, քանի որ դեղ եմ անում ու պահում է իրան այն նույն դեղը, որը որ ծաղիկների վրա էի սրսկել, այն օրը լվիջի համար, այդ նույն դեղից նաև իմ պտղատու ծառերին եմ սրսկում, որ բերքը չճիճորվի, մի խոսքով, այնպես որ ծառերին էլ է շատ լավ օգնում, այդ մասին շատ բան ունեմ պատմելու, այդ հետո, հիմա վայել ենք, այսպես, դեղ եմ բացում և շարում եմ թևիկները, որ պատրաստ լինի, շատ լավ է մնացել այս օրերին, քանի որ սառնալը շատ ընտիր է պահում և դեռ թարմ է միսը,
Այսպես փորձում եմ հնարավորինս ամեն թևիկ իր ուղղությունով շարեմ, որ հետո խորովելու ընթացքում հեշտ լինեմ։ Մինչև որ կգնամ կրակը կվառեմ, այս էլ պատրաստ կլինի, մի անգամից կգամ կվերցնեմ ու կտանեմ կրակի վրա կդնեմ։ Ահա, այսօր գործերը շատ է, հատկապես երբ որ տանն եմ, ուզում եմ որ ամեն բան հասցնեմ, էլի, տեսնենք օրս ոնց կընթանա։ Այսպես մեկնել երևի ամեն շամփուրի վրա 4 հատիկ, շատ լավ է։ Այսքանը որ ես ճաշակեմ, լավ ուժերս տեղը կգա, հետո շատ գործ կանեմ։ Այսպես նույն ձևով արդեն տեսնեմ սրանք թևիկները աչուձախ են, չէ։ Հիմա տեսնեմ, որը ոնց եմ շարում, որ էլի սիրունը ստացվի։ Դե ոչինչ, ոնց կլինի։ Ամեն դեպքում շարեմ։ Հավերս այստեղ են հավաքվել, հետո չգիտեմ թե դրանց հետ ես ոնց եմ բարիշելու, քանի որ ծաղիկներս նոր են դուրս գալի, քաղցր են ու իրանք էլ անտարբեր չեն անցնում։ Ահա, այդ մասին էլ պետք է մտածեմ, տեսնեմ ոնց եմ դասավորում իրենց փակելու, չփակելու գործերը։ Այս մի երկու հատը այս մի ուղղությունով կլինի, որը չի խանգարի, ահա շատ համեղավորում, ճիշտ արեցի, որ այն օրը այսպես համեմունքներ արեցի, ոնց որ թե գլխիս գալիքը գիտեի, որ երկու օրը արդեն սառնանում դրված է, բայց մի հատ ուզում եմ ցույց տալ, թե այս ինչքան լավ եմ շարել։ Ես եկել եմ կրակը վառելու, սիրելիներս, այստեղ այս ամեն ինչը այս օրերին հավաքել էի, գիտեք, որ ամբողջ բակով մեկ տարածված էր, սպիչկեն էլ եմ բերել, էտիմոկրատն էլ եմ բերել, որը որ ձեռով սենք չկոտրվի, դրանով կտրեմ, բայց ոնց որ թե այստեղ մի քիչ տարածքը հեռու եմ բռնացրել, հլա մի հատ էլի մոտեցնեմ, որ կայնամ կրակս հեշտ վառեմ, այ, այսքան եղել է, սիրելիներս, ահա, ուրեմն որոշեցի, որ վառեմ, չպահեմ, որովհետև հավերս, որ բաց թողած են, հալալ չեն թողալու, էլի, հաստատ կգան ու կխառնեն, ես էլ չուզեցի, որ ինչ-որ մի անկյունում հավաքեմ, պահեմ, մեկա որ փետ ունեմ, խորովածի համար, ես էլ որոշեցի, որ սրանով խորոված անեմ, չսպասեմ տաթևի ստեղը լնելուն, քանի որ նաև գիտեմ, որ տաթևս շատ ուշ է գալու, մի խոսքով չուզեցի, որ մնա այդպես շաղուտարափ լինի, հիմա ես կամացից սկսեմ կրակը վառել, ասեմ, որ մերթ ընդ մերթ քամի է փչում, մեկ ցրտում է, մեկ շոքանում է, մի խոսքով Գիժ մարդը իր գժությունները ամեն դեպքում անում է, ահա, կրակը վառելուց հետո կհետևեմ, որ ամեն ինչ հավաքվի իրար, շեղչը լավը լինի, որ կարենամ համ գործս անեմ լավ, մաքրվի ստեղ, համ էլ դե խորովածն անեմ, Ընդհանրապես թենց է էլի, պետք է մարդ իր գործը նենց բռնացնե, որ չտուժվի էլի, համ գործն էլի, համ էլ դե ապրելը լինի էլի, մենակ խո չարչարվելով չի, ահա, այսպես, հիմա տենամ ոնց եմ գլուխ բերելու, երևի մի անգամից սենց վրին կլցնեմ, հետո մի փետով բանով սենց իրար կհվաքեմ էլի, այս սենց այսքան երկար էլա, որը սա պետք չէր, տեսեք թե այս ինչքան է երկարել, բայց եթե սա սրան սենց թողայի, սա նորմալ պետք չէր տալու էլի, պետք է որ քամին չխանգարի, այստեղ տեսնում եք, որ նարցիսներս ծաղկել են, իմ նարցիսների բլրակը,
Այս տեսարանը շատ է սիրունացել։ Եվ ի սկզբից մի քիչ էլ այս հաս ճյուղերից կդնեմ։ Հեսա։ Այ սենց այս վիճակն է։ Ահա։ Լավոր միտք էլ ունեմ հասցնեմ գնամ բանջար քաղեմ։ Քանի որ երբեմն պատահել է, որ այս գժուկ մարդը այնքան է գժվել, որ այս ամսին ձյուն էլ է եկել մեր մոտ, նարցիսներս են ծաղկած, ձյան տակ են մնացել, բայց ասեմ, որ նարցիսները չեն փչանում ցրտից, ձյուն գալուց, իրանք ցրտի ծաղիկ են հիմնականում, ահա, այս սենց, այս ձևով կշարունակեմ կրակս թեժացնել, ոնց երևում է բոլորը պիտի այս կողմ բերեմ, մինչև այս մասը չկտրեմ, սա արդեն չի ծալվի, փորձեմ կտրել, կարճացնել, ահա, իտեք դա, հենց որ ինքը կրակն ելնի, կհավաքվի էլի, ընդհանրապես այս կողմի գործերը, այս ծալամի բանի գործերը մի քիչ նենց հա որ իրա հետ մի քիչ պետք է երկար աշխատեմ էլի ինչեւ որ ինձ եմ ենթարկում այս ճյուղերը եթե անգամ ծալում եմ հենց հավաքում եմ, հենց դրանից էլ իր անունը ստացել է, ծալամ, այսինքն որ ծալում ենք, հիմա մեն դեպքում մի հատ փորձեմ ձեզ ցույց տալ, թե այդ երբ որ ծալում եմ հավաքում ու իր անունը դրանից է ստացել, այս սենց հավաքում ենք, սիրելի հետևորդներ ջան, ովքեր որ հատկապես վերջերս են իմ ալիքին միացել, ահա ու այսենց հավաքում, եթե կոտրվում է, էլի ենք պահում, մի հատ էլ ենք ճյուղ վերցնում, այսենց աշխատանք է սրա հավաքելը, հավաքում ենք, հավաքում, սենց փաթաթում ու սենց իրար վրա դարսում ենք միտեղ, հետո դե արդեն պետք է կաց վաղտով, խորովածի կրակ ենք վառում սրանով, ես հիմա թենք չարեցի, քանի որ ուզում էի հավաքվի բակը, ահա, ես ասա արդեն կտականա ու ավելի լավ կվառվի, այսպես, հիմա հենց որ կրակը կուժեղանա, սիրելիներս, արդեն հեշտ կլինեմ, սենց որ դնում եմ, արդեն ինքը կվարվի, թելեր էլ կա, անցած տարվանուց, որ ճյուղերը կապել էի, բայց և ես թելերը պահեմ, ձիքա ոնց որ, հա, ձիքա, ես կոմ դնեմ, էլի մի բանի պետք կգա, չվառեմ անտեղի, էլի, ահա, ամեն ինչին էլ պետք է ուշադիր ելնենք, ահա, սա ձիքա ինքը, այսպես, թելերին փրկեցի, մի հատ էլ կա, այս էլ է ձիք, ու սենց ինքը կտականա, միանգամից կվառվի, այս ցախավելով մոտեցնեմ, այսպես, մի քիչ դժվար են ենթարկվում, բայց թե կենթարկեմ, արժե էլի, որ այս չարչարվելուց հետո համով խորովածը վայել ենք,
Իսկ թե ինչի հացալամի այս ճյուղերի կրակով խորովածը համով լինում, որ հետև իրանից այդ ծուխը անգամ ինքը այդ ծխի հոտը շատ լավն է ու այդ ծխի հոտը որ արդեն միանում է մսին, արդեն այդ համը միսը վերցնում է ու շատ համով խորոված է լինում։ Ես արդեն այն մնացած մանրուքները հավաքեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո հենց կրակը ուժեղանա, նորից կմիանամ ձեզ։ Ուզում եմ ցույց տալ խաղողի վազի այդ ազդեղերից, որ ջուր է գնում, այդ կաթիլները, ահա, կաթեց տեսակ, իդեպ ասեմ, այս կաթիլները բուժիչ հատկություն ունեն և օգտագործվում է բժշկության մեջ, կոսմետոլոգիայի մեջ, ահա, և անընդհատ կաթիլ առ կաթիլ կաթում է, նույնիսկ կարելի է այնպիսի ձև հարմարացնեմ, այս կաթիլներից մի քիչ հավաքեմ, չնայած քանի որ մոտս է, երբեմն մոտենում եմ, հետո մատով այդպես վերցնում ու քսում եմ դեմքիս, քանի որ շատ օգտակար բան է ինքը և իհարկե աստվածային։ Վայելենք այս հրաշք տեսարանը մինչև որ կրակը կառաջանա։ Եղանակը մի քիչ մռայլվել է, տեսեք։ Շատ եմ մոտ պահել տեսախցիկը, որ ավելի հստակ երևա, խնդրեմ։ Այսպես մի քանի օր, երևի մի 7 օր կամ ավել կամ պակաս, մոտավորապես եմ էլի ասում, այս հենց կատկթում է ամեն մի էտած մասից։ Ահա, քանի որ այստեղ վերևի հատվածը հաշճուղ է կտրվել ու արդեն լավ մատն ենք պահել, ինչքան լավն է, չէ, ինչքան հետարքիր է։ Լավ, դե ուրեմն մինչև կրակի լինելը ես այս կաթիլները վայել եմ։ Գնացել եմ տնից բաժակ եմ բերել, սիրելիներս, ու այս կաթիլները հավաքում եմ։ Տեսնենք ինչքան կհավաքեմ այս ընթացքում։ Ահա, մի փոքր էլ պահեմ, որպեսզի այդ կաթիլները տեսնեք։ Էսա կկաթի։ Ահա։ Ու այդպես շարունակ, կաթիլ առ կաթիլ, տեսնենք ինչքան կհավաքեմ։ Արդեն ոնց որ թե կա։ Ահա։ Դե լավ է։ Սիրելի հետևորդներ ջան, կրակը սա ես վիճակն է հասել, մի քիչ դժվարացա ճիշտն ասած, բայց թե ստացվում է, էսա մի լավ կհավաքվի, արդեն բեծերը կառաջանան էլի, ես էլ պետք է կտրեմ ու դնեմ կրակի վրա, ոյ, ես էլ ծխահարվեցի, ահա, այս էլ մի քիչ կտրեմ հնարավորինս, բայց ոնց որ թե սա հաստ է, չի լինում, հենց այսպես էլ կդնեմ ինքը կվառվի ու կեսից արդեն ինքը կպոկվի, ստեղ փայտ եմ բերել երկար, որ սրանով առաջ տամ կրակը, ահա, այս հենց, մի հատ էլ որ կրակը կպնի, արդեն շեղջը կառաջանա ու շամփուրները կշարեմ։ Սիրելի հետևորդներ ջան, կրակս արդեն այսքան վառվել է, այս կողքինները լավ որ մի հատ թողնում եմ ու տենամ ստեղ ինչ կա, այս հաստ մասերը մի կողմ եմ գցում ու բեծերն եմ ստուգում, ոնց որ թե լավն է, բայց քանի որ գետնի վրա է, այս ընթացքում համ որոշ բաներն եմ ինձ մոտեցրել, մի 4 հատ էլ սունկ կա, էդ էլ է ուզում խորովեմ, բայց մինչև այդ պետք է դասավորեմ, չէ, այստեղ,
Այս կոտրված տուֆի մասնիկները մի հատ փորձեմ դասավորել։ Մի քիչ ծուռումուռ, թե ինչ, ամեն դեպքում հաստատ կստացվի։ Այս մասը եղավ։ Երկու շամփուրի ելածն ինչա, որ ես չկարենամ ստեղ տեղավորեմ։ Այս հետո այս հաս ճյուղերը կդնեմ կվարվի, բայց պեծերը ընտիրա, ջան, նույնիսկ երեսս վառում է, այս ադեմքս կկարմրի, այս մի հատ այս կողմ, ջան, միսը դրել եմ ստեղ պատի գլխին, հեռու հավերի աչքից, որ արդեն կտուցները սրել են, ինչ էլ աչկա չափում եմ է, ջան, լավա, շատ լավա, հիմա պետք անենց անեմ, որ սունկն էլ խորովեմ, բայց այստեղ մինչև որ դա կկարմրի կհասցնեմ սունկը մաքրեմ, կոչիկները հանեմ, հետո շուտ-շուտ կլպեմ, տենակ ոնց կլի, սրան չեմ ուզում շամփուրի վրա անցկացնեմ, ուզում եմ անմիջապես պեծերի վրա դնեմ, հետո աղցանեմ, թե ինչ շատ ընտիր է ստացվում, բայց դրանց տեղն էլ պետք է դզեմ, չեմ ուզում որ ծուխը լինի, այսօր ինչքան ծխահարվեցի հերիք, հա, ջան, Մոթամենի պոչ ինչի են կոմտարա ստեղամանի մեջ դնեմ, եթե հարմարել է պոչերն էլ կխորովեմ, չգիտեմ տենանք, արագ, ջան, ընդեղ շտապում եմ աղցանեմ, սունկի վրա էլի, այս մեկն էլ ապատրաստ, արդեն մսի հոտը գալիս է, ոնց ասած խորովածի հոտը գալիս է, բայց չվարեմ, հա, պտտեմ, ջանա, եկեք, սիրել հետևորդներ ջան, շատ սրտաբաց ձևով եմ ասում, այդպես պատկերացրեք, որ ինձ մոտ եք, որ պահին էլ, որ ցանկություն ունենաք հարմար լինի, կարող եք ինձ հյուր գալ, երբեմն ինձ գրում եք, ես մեծ սիրով կսպասեմ, ով ցանկություն ունի, թող համենա մեր չնաշխարհիկ լոռվա շնող գյուղը, թումանյանական լոռինա, սիրելիներս, այդպես, ջան, ոյ, ինչքան լավա չէ, որ լավա լինում, այսպես գետնի վրա չոքած, գետնի հողի ուժը զգալով, պոչիկների համար չեմ շտապում առայժմ, այս կողմ և զբաղվեմ խորովածով, սրանք էլի պատի գլխին դնեմ, ամեն դեպքում, որ կարենամ ստեղ շուրջ բոլոր հանգիստ պտտվեմ, ստեղ լավաշ եմ բերել, մեկ էլ սոխու կանաչի, ահա, հիմա մինչև նա կլնի, այսպես լավ տրորում եմ, մի քիչ ջարդում եմ սոխը, որ հենց խորոված թևիկները լցնեմ այստեղ անմիջապես համը վերցնի իրեն, ուզում էի թթու էլ բերեմ, բայց ոնց որ թե չուզեցի թթվով վայելել, այսքան առած սոխը, մի ամբողջ մեծ գլուխ 4 սոխա, այս արդեն կհերիքի, այս պահի համար, ընդհանրապես թթուն ավելի շատ հարմար է լինում ճաշերի հետ, կարտոշկի հետ, հիմա նայեմ չվառեմ, երևի այս էլ պատի վերևը դնեմ, որ կարենամ քոթուկի վրա նստեմ, այսպես, ջան, տեսեք ինչքան լավ ալնում, սիրելիներս,
Այսենց սունկն էլ ա լինում, հիմա համբերատարը սպասում եմ, որ խորովի մի հատ էլ, այս մի հատ հաստը խաղողի վազի ծալամով, պեծերը մոտեցնեմ, հավերս են սիմայից ոնց որ այսպես մի քիչ խուսափում, բայց իմ սիման չի վնասում, համեմատած են գող կատուների։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր իմ ազատ օրն է, չնայած որ երեքշաբթի է, մենք շաբաթ-կիրակի ազատ չենք լինում, այդպես շաբաթվա մեջ 2 օր ազատ օր ենք ունենում, կապված գրաֆիկից։ Հիշեցնեմ, որ Թումո կենտրոնում եմ աշխատում, սիրելիներս, քանի որ միշտ նոր հետևորդներ եմ ունենում, հարցնում եք, անգամ եթե գրեք էլ ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այսպես անընդհատ պտտում եմ, որ չվարվի, կրակը շատ ընտիր է, պեծերը շատ ընտիր է։ Քանի որ վլոգս գնալով երկարում է, սիրելի հետևորդներ ջան, առայժմ մի պահ կադրից դուրս նայեմ, հետո արդեն շամփուրից հանելու պահերով նորից կմիանամ։ Այսինչ ընտիր ձևով խորովել է, սիրելիներս, 1-2 րոպեից հետո արդեն կվերցնեմ, սունկն էլ արդեն իր մեջին համով հյութը դուրս է գալի, Եվ նորից հետևեմ, որ չայրեմ, մոտեցրել եմ տեսախցիկը, որ տեսնեք, թե ինչքան ընտիր խորոված է լինում, խաղողի ծալամով, ամբողջությամբ, ինքը նաև այդքան բարակ ճյուղերով հանդերձ, շատ իր մեջի ջերմությունը շատ է, արդեն պատրաստ է, մի քիչ էլ այս կողմի վրա կմնա, մի 2 րոպե, շատ չէ, այստեղ արդեն հասցրել եմ, մեկ սունկը վայելել եմ, սրանք մի քիչ ավելի մեծ էին, մի քիչ էլ կմնա, ու արդեն անցնեմ շամփուրից հանելուն։ Այսպես, ինչ արեցի, վերցնում եմ ես իմ սոխն ու կանաչին, և արդեն մի քիչ շտապում եմ, հավերս եկել են, շատ։ Չել ես պետք է մոտեցնեմ, որ ավելի լավ երևան, այսպես, չէ, ես էլի վերև եմ դնում, այսենց, բայց թե հավես է, չվարեմ, մի հատ ուզում եմ լավաշ հանեմ, որ դրանով հանեմ էլի, ճիշտ է ձեռքերս չի վարի, բայց թե ամեն դեպքում, Ջան, պահ, այսենց, օպա, ջան եմ ասել է, ես էլ է եղել, նենց համով է բուրում, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ փորձեք հնարավորինս, ինչ-որ մի հնար ու ճար գտեք, հետո սենց գնացեք բնության գիրկը, եթե քաղաքում եք ապրում, այ ակլոր խելոք մնա խոսում եմ, սիմը չկա, սպասի քեզ տամ, այս տակ հավարվելու ես, ու մի հատ տակու երես անեմ, համել հետևեմ սունկն էլ չչորանա, այսպես, ընտիրություն, այ հիմա արդեն կարամ լավաշով ծածկեմ, մինչև որ սունկն էլ կվայելեմ, սիրելի հետևորդներ ջան, այս ստերնարդիվանի վրա, ստեղ դուք տեսնում եք, որ ես կամպոտի բաժակնել եմ բերել, հիմա էլ հետև եմ սունկին, Սրանց պետք է տեղից քշեմ, մի հատ քարը ինչ չկա փոքր, քանդում են ստեղ, մի հատ քշեմ իրանց, մինչև սունկը լինի, դու եք
Գնա, հավիկ մավիկ։ Այսպես։ Դե սիրելի հետևորդներ ջան, քանի որ այսօր իմ վլոգը կարծես թե իսկապես երկարեց, ես անցնեմ այս համոզությունները վայելելուն։ Ինձ բարի ախորժակ, դե ինչպես ասեցի, քանի որ եղանակները լավն են, կարող եք դուրս գալ մոտիկ ձեր գտնվող այդպես բնության գիրկը, ջան, հավիկ ջան, ու բնության գրկում այս սենց գետնի վրա ճյուղերով, այդ անտառային ճյուղերով հավաքեք ու մի հատ լավ խորոված անեք։ Ձեզ ասում եմ առայժմ և այս վայելելուց հետո արդեն կգնամ բանջարը քաղելու, որ արդեն կդիտեք հաջորդ վլոգի մեջ։ Պակա, պակա, պակա։